մարզի Արզնի բնակավայրում ենք, որտեղ ամիսներ առաջ այս տարածքը, որը երկար տարիներ տիրել էր գարշահոտ հակասանիտարական վիճակ, Արզնի համայնքի ղեկավար Միրզոևի գլխավորությամբ այստեղից միայն տեղափոխվեց մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղ, ու հիշում եմ այդ օրերին որոշ մարդիկ համացանցում զառանցում էին, թե ներկայիս ղեկավարը Միրզոևը այս տարածքի վրա աշկ է դրել եւ հեսա կտեսնեք տուն կամ օբյեկտ կսարքի։ Ամիսներ անց կառավարության Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ համագործակցելով ամբողջ գյուղը մի մարդու նման բարեկարգեց այս տարածքը եւ կատարեցին տարբեր տեսակի ծառերի տնկիներ տնկեցին, ծառերի մեծ մասը նվիրված է Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված լեգենդ դարձած հերոսներ, Արզնի բնակավայրի բնակիչներ, հերոսների անունով, ու հիմա տեսնում եք, ոչ մի ծառ չի չորացել, նայում եմ, որ անգամ մի ծառ եմ ուզում անգամ գտնե, որ չորացած լինի, դե բնական է 100-ից ավել, 200-ից ավել ծառեր տնկես, ոնց լինի 10-15-ը կչորանա, բայց հիմա տեսնում եմ լեգենդ դարձած հերոսների անունով ծառերն են, ամբողջ տարածքը, պատկերացնում եմ, ամիսներ հետո, 1 կամ 2 տարի հետո այս ծառերը ինչ փարթամ մեծ ծառեր ա լինելու, հերոսի անունով ծառ է տնկված, Վենյամինով Խ Ավդեյշոև Դանիելիով ու այսպես ինքը հերոսներ է տվել Արզնի բնակավայրը 2020 թվականի զոհված հերոսներից է Յակուբով 2020 թվականի մի խոսքով այն մարդիկ, ովքեր ասում էին, թե տարածքի վրա ներկայիս վարչական ղեկավարը Արզնի բնակավայրի վարչական չէ, Արզնի բնակավայրի ղեկավարը աշկ է դրել, դրանց նմաններին, որ ասում է սուտ դուրս եկան, Սարխոշև 20 թվականի զոհված լեգենդ դարձած հերոսներից, այն որ վերջին տեսեք, նայեք, ոչ մի ծառ, տարբեր տեսակի ծառատեսակներ, ամբողջ մի քանի տարի հետո պատկերացնում եմ այստեղ գողտրիկ, հիմա էլ չնայած, իսկ գողտրիկ անկյուն է դառնալու, ծառատունքը նույնպես սավանել ենք, մեր ու մանուկ այլ ջահել մասնակցում ենք կառաջիկի, որ ասում եմ, սա այն բնակավայրերից մեկն է, որ առաջնորդվում են մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար, և դա առաջին հերթին Սաֆայրյան 20 թվականի լեգենդ դարձած հերոսներից է զոհված Սաֆայրյանի անվան Եղևնին է մի ծառ չկա, որ չորացել է, բոլորը կպել են, որովհետև սիրտ ու հոգի է դրվել ամբողջ գյուղի բնակիչների կողմից, նայեք, տարբեր տեսակի ծառեր է, այնտեղ էլ նաև, որ ասում է ժայռի ափին, այստեղի ծառերն են, հենա բոլորը կպած է, տարի հետո, այս ծառերը բարդիներ են, որ ասում բարդիները խշացին, ուղրիները լաց եղան, այդ վիճակ, լեգենդար Արզնու ձորը,
այս ամենը գալիս է բնակավայրի ղեկավարի, Կոտայքի մարզպետի և կառավարության հետ համագործակցության արդյունքում։ Yengi Bayram. Sarxoşev. Sergey Sarxoşev.